Հարգելի հետևորդներ, ABC լուրերը եղույղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Սկանդալ ԵԱԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ինչ է խոստացել Փաշինյանին։ Հայաստանի իշխանությունը սխալ ուղու վրա է, Թեհրանի թեմի առաջնորդն անդրադարձել է եկեղեցու դեմ արշավին։ Տարածաշրջանային գործակցություն, թե արտատարածաշրջանային տեխնոլոգիական կախվածության խորացում, Իրանի դեսպանը Հայաստանի էներգետիկ ապագայի մասին։ Իսրայելը հատել է կարմիր գիծը, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սրվել են։ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարը խախտվել է, Թրամփը դադարեցնում է բանակցությունները։ Սկանդալ է եղել ԵԱԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի մասնակցությամբ։ Նա կարծել է, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից նշել են, որ իբր ակնկալում է աջակցություն ստանալ և հույս դնում է ԵԱԿ-ի դիրքորոշման վրա։ Սինիրլիօղլուն էլ ասել է, թե կանի ամեն հնարավոր բան։ Также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть... Իսկ ներքաղաքական օրակարգում ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ իշխանության և հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները։ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպու arczepiskopos Սարգսյանն իմ գործընկեր Անի Աբաղյանի հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանի իշխանությունը սխալ ուղու վրա է եկեղեցու հետ իրենց հարաբերություններում։ Նա ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը համարում է վտանգավոր և կործանարար միտում։ Հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կազմակերպություն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունը երկխոսություն կսկսի եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում Սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից։ Եկեղեցու դեմ արշավի, Հայաստանում ժողովրդավարության վիճակի և Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին ընդդիմադիր գործիչները խոսում են նաև միջազգային հարթակներում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ վեհաժողովում հայտարարել է, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ և ոչ էլ նրա սկզբունքներն ընտրովի կիրառման առարկա, միջազգային իրավունքը կորցնում է հեղինակությունն ու վստահությունը, երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանվում, իսկ միջազգային հանցագործությունները մնում են անպատիժ։ Պատգամավորը շեշտել է, որ վերջին 6 տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը, այդ թվում միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սրվել են։ Իսրայելի հայոց ցեղասպանության ճանաչման որոշումն Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում առաջացրել է շատ ավելի լուրջ ճգնաժամ։ Երկրների միջև հարաբերությունների մանրամասներին ծանոթ աղբյուրները իսրայելական կայքին հայտնել են, որ Բաքուն այս քայլը համարում է Երուսաղեմի կողմից կարմիր գծի հատում, ընդգծելով, որ Ադրբեջանը դուրս չի եկել Իսրայելի դեմ Գազայի հարցում։ Աղբյուրների փոխանցմամբ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է որոշում և դրա փոխանցած ուղերձից։ Կայքը գրել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է որոշման հրապարակումից հետո, առանց նախապես խորհրդակցելու։ Բաքուն հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա և ակնկալում է, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ չի մղվի Քնեսեթում կամ առնվազն չի դրվի քվեարկության և չի հաստատվի։ Զուգահեռ տարածաշրջանի համար կարևոր նշանակության մեկ այլ թեմա է հայտնվել ուշադրության կենտրոնում, որին իմ գործընկեր Սեդա Մակարյանի հարցին ի պատասխան անդրադարձել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Այսօր հրավիրված ասուլիսում խոսքը Հայաստանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկի մասին է։ Իրանը որպես Հայաստանի կարևոր էներգետիկ գործընկեր Հայաստանի համար որ ճանապարհն է առավել շահավետ համարում։ Տարածաշրջանային գործակցությունը, թե արտատարածաշրջանային տեխնոլոգիական կախվածության խորացումը։ Լսենք պատասխանը։
Կարծում եմ այս տարածաշրջանում առկա ներուժը լիովին բավարար է։ Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանի հարավում գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը նավթի եւ գազի պաշարների տեսանկյունից աշխարհի առաջնատար երկրներից է, իսկ հյուսիսում Ռուսաստանը, որը նույնպես այս ոլորտում ազդեցիկ պետություն է, ապա այս ամբողջ ներուժը կարող է փոխլրացնել միմյանց եւ Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտի ու էներգակիրների տարանցման յուրահատուկ օղակի։ Նոր ատոմակայանի կառուցման տարբերակների, հնարավոր գործընկերների եւ տեխնոլոգիական ընտրության շուրջ շարունակվում են մասնագիտական ու քաղաքական քննարկումները։ Այս ֆոնին Ռուսաստանի պետական Ռոսատոմը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ներկայացնելով իր առաջարկը։ Թեմային անդրադարձել է Սեդակ Յուրեղյանը։ Ռուսաստանի պետական Ռոսատոմը առաջարկում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարում է, առաջիկա տասնամյակներում Հայաստանը էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ է ունենալու, մինչև 1 գիգավատ եւ այն փակելու լավագույն տարբերակը մեծ կամ միջին հզորության ատոմակայանն է։ И наш ответ – станция большой или Մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է, 1 կամ 2 էներգաբլոկով, որոնք տասնամյակներ շարունակ կծածկեն սպասվող էներգադեֆիցիտը։ Ռուսական կողմի առաջարկը նոր չէ։ Ռոսատոմը վերջին տարիներին պարբերաբար է հայտարարում այս մասին։ Նիկոլ Փաշինյանը սակայն հստակ որոշում ունի։ Նոր կայանը մոդուլային ռեակտոր պիտի լինի։ Պատճառն էլ Չեռնոբիլի վթարի հավանականությունը զրոյացնելն է, իսկ գործընկեր երկրի ընտրությունը նրա խոսքով քաղաքական չէ, այլ տնտեսական եւ տեխնոլոգիական։ Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատեն։ Կորեան հարավային, իրանց հետ կաշխատեն։ Էս է պատմությունը։ Քաղաքագետը սակայն սթափեցնում է։ Քաղաքական գործոնը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ վաղուց են պահանջում մեծամորյա ատոմակայանի փակումը։ Դա նպատակ ունի նվազեցնել Հայաստանի էներգետիկ նշանակությունը տարածաշրջանում։ Դա անշուշտ նաև քաղաքական կարևորագույն գործոն է, անվտանգության համակարգում զսպող գործոն է եւ այս տեսանկյունից որևէ կերպ համեմատելի չեն այդ կայանները մոդուլային կայանների հետ, որոնք պարզապես այսպես եթե բարձեցված ասենք դիտվում են իբրև միջուկային գեներատորներ, շատ սահմանափակ կիրառմամբ, տարածությամբ, ներուժով եւ հետեւաբար նաև քաղաքական նշանակության բացակայությամբ։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի առաջարկը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով այս փուլում ամենից շահավետն է։ Եթե մոդուլային ռեակտորները 50-ից 300 մեգավատ էներգիա են տալիս, թվերը էականորեն տարբերվում են միջուկային ատոմակայանների դեպքում։ Հայաստանը կարիք չունի մոդուլային կայանի, որտեղ իր հզորությունները թույլ են իրագործել շատ բարձր։ Հայաստանը կարիք ունի ամբողջական ռեակտորի նվազագույնը 1000-ից 1200 մեգավատ հզորության։ Եվ դա զուտ Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության շահերից է բխում։ Իսկ դրա մեջ լավագույնը ռուսական այդ Ռոսատոմի առաջարկած Viva 1200 կոչվող կայաններն են։ Բացի այդ, Հայաստանում արդեն կան միջուկային ատոմակայանի պատրաստի եւ փորձ ունեցող մասնագետներ ու ինժեներներ։ Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, մեծամորյա ատոմակայանը 2015-ից 23 թվականներին է արդիականացում անցել։ ՄԱԳԱՏԷ-ն 2023-ին արձանագրել է մեծամորյա աշխատունակ վիճակը։ Ատոմակայանում տեղի ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով ատոմակայանը կարող է շարունակել գործել։ Դրա գործունեության ժամկետի երկարաձգումը պետք է լինի մի քանի տարով, եւ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել։ Փորձագետները մոդուլային ատոմակայանի ընտրությունը կապում են Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի բացման հետ, ինչի սպասարկումը մեծ էներգետիկ պաշարներ է պահանջում։ Մինչ Հայաստանի իշխանությունները դիտարկում են մոդել, որը փորձագետի պնդմամբ հակասում է Հայաստանի շահերին եւ սպասարկում արտաքին շահերը, զոհասեղանին դրված է Հայաստանի ապագան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, ՄԻՊ-ն ընդգծել է, որ ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության եւ համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը պիտի գնահատվի յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիմքով։
Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել օրինակ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Իսկ քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժ կիրառելով ձերբակալում Գագիկ Ծառուկյանին, մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ըստ տեսանյութի որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Կուսակցության մամուլի քարտուղարի Վետա Տոնոյանն է անդրադարձել տեսանյութին եւ դատական գործընթացին։ Այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտարակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խուզարկության չան հանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդամենը ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը նույնպես անդրադարձել է Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողին։ Իսկանդարյանը շեշտել է, որ բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունը եւ արցախցիները երբեք չեն մոռանում այն մարդկանց, որոնք ամենադժվար օրերին եղել են իրենց կողքին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։ Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրական գնահատական, անկախ անձից, նրա քաղաքական դիրքերից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությանը, նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։ Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունը ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարադատության եւ մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով։ Տեղի ունեցողին անդրադարձել է ըմբիշ Արսեն Ջուրֆալակյանը եւ այն անվանել այլանդակություն։ Ըստ նրա, սա ցույց է տալիս պետության տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնին տապալել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է, ուժի ցուցադրմամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Արցախը հանձնող անձից եւ քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքված հրադադարն այլևս ուժի մեջ չէ, Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների իմաստ այլևս չկա։ Նա Իրանին անվանել է ստախոս, ասել է, թե պայմանավորվածություն են ձեռք բերում եւ բոլորը համաձայնում են, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ հետո մամուլին հայտարարում, որ իրենք նման բանի շուրջ երբեք չեն բանակցել։ Հիշեցնեմ, որ ամերիկացիները Հորմուզի նեղուցում հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակների եւ Իրանի հոբ համակարգերի։ Հարվածների պատճառով կան վիրավորներ։ Իրանի արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար, զգուշացրել, որ կձեռնարկի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային շահերի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ We are great friends. The president has done an incredible job. Just
Մենք հիանալի ընկերներ ենք։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետև գովեստի խոսքեր շռայլել թուրք գործընկերոջը։ Այս նախագահի օրոք Թուրքիան դարձել է ռազմական առումով շատ հզոր երկիր։ Մարդիկ չգիտեն, թե իրականում որքան հզոր են նրանք։ Գովեստից հետո էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կչեղարկի Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Մինչ հանդիպումն էլ Անկարայի օդանավակայանում Թրամփը թուրքերեն ողջույն է հղել թուրք զինվորներին։ Թրամփը ճիշտ էր, երբ ճնշում էր գործադրում ՆԱՏՕ-ի երկրների վրա ավելացնելու համար պաշտպանական ծախսերը, պահանջում էր ռազմական արդիականացում եւ ռմբակոծում էր Իրանը։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա ինձ դուր է գալիս, կարծում եմ այնինչ նա անում է ՆԱՏՕ-ի համար հիանալի է, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում արդեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքվել, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Անցյալ տարի ՆԱՏՕ-ի պաշտպանության ոլորտում ներդրվել է 37 միլիարդ դոլար, իսկ մինչև հաջորդ տարի ռազմական դաշինքը կարտադրի 4 միլիոն հրետանային արկ։ Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, հայտարարել է Անկարայից ելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ ապագայի դաշինքն է։ Ռուսաստանի վառելիքի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Իշխանությունները քննարկում են շուկան բենզինով հագեցնելու լրացուցիչ միջոցառումներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Իրկուտսկի մարզին Անդրբայկալյան երկրամասին եւ հարավային շրջաններին վառելիքով ապահովելուն, ասել է նա։ Անկարայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհարմար դրության մեջ է հայտնվել։ Նա փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել։ Այսօր առավոտյան էլ Ֆրանսիայի նախագահը վազքի է դուրս եկել Անկարայի փողոցներում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։